Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ ինչպես որ խոստացել էինք, քանի որ այս շաբաթվա ընթացքում է լինելու մայիսի 9-ը, այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի մեր ազատամարտի մեծ հաղթանակին, Շուշիի ազատագրմանը։ Բնականաբար մենք չենք կարող անտեսել նաեւ մինչեւ Շուշիի ազատագրումը 92 թվականի մայիսի 9-ին երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ հաղթանակի, իհարկե ոչ ավարտի, այլ մեծ հաղթանակի մայիսի 9-ի փաստը եւ դրան հայության մասնակցությունը, որին կանդրադառնանք իհարկե շատ համառոտ, քանի որ մենք առաջիկայում հատուկ մի մեծ հաղորդում պիտի նվիրենք հայրենական մեծ պատերազմին եւ երկրորդ աշխարհամարտին եւ հայերի մասնակցության խնդրին այդ երկրորդ աշխարհամարտի ընթացքում։ Այսօր հիմնականում կանգնենք մենք իհարկե զուտ հայկականի վրա, այսինքն Շուշիի ազատագրման խնդրին, իսկ մինչ բուն թեմային անցնելը մեր այսպես ավանդույթ դարձած կարգի համաձայն անդրադառնանք մեր նամակներին։ Ուրեմն նախորդ մեր հաղորդումը, որ նվիրված էր հայոց պատմության աշխարհակալություններին եւ համառոտ մի այսպես ակնարկով փորձ արվեց ներկայացնելու հայոց պատմության աշխարհակալությունները եւ ի հայտ բերելու աշխարհակալ հայի կերպարը, մեզ համար բարձելու այդ աշխարհակալ հայի կերպարը ինչպիսին է եղել, բավականին արձագանքներ ստացան։ Ես կուզենայի 2-3 նամակին անդրադառնալ, մասնավորապես շատ հաճելի էր ինձ համար, որ անդրադարձ կատարողների մեջ կային մանկավարժներ, Մայնցի հայկական դպրոցի տնօրեն Կարինե Հայրապետյանը, որը հատուկ ողջունելով եւ հաղորդաշարը եւ հաղորդումների այս ուրեմն շարքը կարևոր շեշտադրում է կատարում մեր մեկնաբանության վրա, այն է, որ ավելի կարևոր է մեզ համար մեր նոր սերնդի դաստիարակման համար հոգեբանության մեջ հաղթահարել այդ մազապուրծ եղածի սինդրոմը, ինչպես ինքն է գրում, եւ ավելի շատ մեզանում, այսպես մեր արժեհամակարգի մեջ մտցնել մեր ունեցած հերոսական էջերը, աշխարհակալությունները եւ իհարկե քաղաքակրթական արժեքների տարածողի այս մեծ կերպարը, որ ցավոք սրտի շատ հաճախ մեզանում անտեսվում է։ Մոտավորապես նման բովանդակություն ունի նաեւ Հոլանդիայից Հարութ Պողոսյանի նամակը, նա նախապես բնակվել է Լիբանանում, պատմության ուսուցիչ է եւ մոտավորապես նույն շեշտադրումներն է անում, նկատելով, որ մեզանում մեր երիտասարդության շրջանում հատկապես մենք ունենք լուրջ խնդիրներ, որովհետև երիտասարդները շատ շուտ ընկալում են օտար մշակույթը եւ թերևս դրա պատճառը այն է, որ մեր երիտասարդությունը լավ ծանոթ չի մեր պատմությանն ու մշակույթին եւ մեր ստեղծած արժեքներին։ Եվ բնականաբար շեշտադրում է կատարում, որ մեր ունեցած արժեքները պետք է ճիշտ ներկայացվեն այնպես, որ մեր երիտասարդությունը հպարտանալու ավելի շատ բան ունենա իր պատմությամբ։ Բնականաբար մոտավորապես նման այսպես ողջույնի մի նամակ է գրել մեզ Լեոն Մոմջյանը Ֆրանսիայից եւ ելի նամակներ մենք ստացանք, մենք ուզում եմ նորից շեշտել, որ մեր կրթական համակարգում շեշտադրումը կատարելով մեր պատմության փառահեղ եւ այսպես քաղաքակրթական կարեւորություն ունեցող էջերի վրա բնավ չենք ուզում ստվերել մեր պատմության ցավալի ողբերգական էջերը, ընդհակառակը դրանցից մենք պետք է դասեր քաղենք, սակայն մեր կրթական համակարգում նախ եւ առաջ հայ մարդը պիտի դաստիարակվի իր ունեցած մեծ արժեքներով։ Մի քանի այլ նամակներ, որոնք այսօրվա թեմայի հետ մասամբ են առնչվում կամ չեն առնչվում, նախ մեր երկու հաղորդում առաջ մենք ցեղասպանության թեմային նվիրեցինք մի հաղորդում, մեր հայրենակիցներից Մարսելից Մարտիրոս Շահբազյանը շատ կարևոր հետաքրքիր դիտարկում է արել, նշելով, որ հայոց եղեռն հասկացությունը շատ հաճախ օտար լեզուներով թարգմանվում է հայկական եղեռն, որը այնուամենայնիվ այսպես սխալ թարգմանություն է, նաև մեզանում շատ հաճախ օրինակ ասենք ցեղասպանության թանգարան ինստիտուտ, անշուշտ այստեղ
խնդիրը կա մտածելու, ինքը առաջարկում է այսպես ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարան։ Ես այս հարցում մի փոքր վերապահություն անեմ, քանի որ դա զուտ զոհերի հիշատակի թանգարան չի, այլ ցեղասպանության, ես կարծում եմ ճիշտ կլիներ ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտ թանգարան, ոչ թե ցեղասպանության ինստիտուտ։ Այս տերմինները եւ օրինակները բերում, ասենք, հрьяաների ողջակիզման հետ կապված, նաեւ երբ որ մենք ներկայացնում ենք որևէ այսպես մի խնդիր, պետք է նաև մտածենք միջազգային լեզուներով դրա հնչման եւ ճիշտ հնչման մասին։ Ինչ խոսք այստեղ համամիտ եմ, նաև ուզում եմ այս նամակի հետ միացնել մեր Փարիզից մեկ այլ հայրենակցի Ռուբեն Հովակիմյանի նամակը, որտեղ նույնպես ճշգրիտ հարցադրում է անում, ինչու են մեզանում շատ հաճախ եւ ամբողջ աշխարհում օգտագործում Նագորնի Ղարաբաղ հասկացությունը, ընդ որում դուք լավ ծանոթ եք նաեւ, որ անգլերեն, ֆրանսերեն տերմիններում եւս Նագորնո Ղարաբաղ է գրվում շատ հաճախ մեր քարտեզների վրա, ինչը որ Արցախի ռուս-թուրքական հորջորջում է, ինչպես մեր նամակագիրն է գրում։ Այստեղ մի քիչ խիստ է հարցադրում արել, արդյոք հայերի ստրկամտության արդյունք է սա, եթե այո, ապա ով պետք է այդ շտկումները ձեռնարկի։ Ասեմ, որ ստրկամտության խնդիր չկա։ Պարզապես 88 թվականին, երբ որ շարժումը սկսեց, պետք էր աշխարհին ներկայացնել այսպես հասկանալի մի լեզվով իրենց եւ ամբողջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա դա ընկալվում էր որպես ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզ, այն ժամանակ ինքնավար մարզ եւ իհարկե կարելի էր գոնե Նագորնո բառը, լեռնային բառը թարգմանել, այսպես ոչ մեր կողմից դա եղավ, միջազգային շրջանառության մեջ ռուսական պաշտոնական գրագրությունից մեխանիկորեն անցավ միջազգային գրագրությանը եւ սա եղավ։ Կարծում եմ, սակայն խնդրի լուծումը իր հետ կբերի, ամեն ինչ տեղը կդնի, վերջին հաշվով ես հավատացած եմ եւ կարծում եմ բոլորդ էլ հավատացած եք, որ ոչ հերու ապագայում Արցախը պիտի կազմի Հայաստանի մարզերից մեկը, պարզապես միասնական հայրենիք անշուշտ մենք պետք է ունենանք եւ դա կլինի բնականաբար Արցախ անունով հայկական մարզը, նահանգի, պատմական նահանգի անունով։ Նույն պատճառով է մեր նամակագրի նամակում 3 հարցեր կային, երկրորդը ինչ է Ստեփանակերտի նախկին անունը։ Ուրեմն այսօր մենք գիտահանրամատչելի ֆիլմերից նաև հատվածներ պիտի ցույց տանք եւ այնտեղ նշվում է Խանքենդի գյուղի անունը։ Ստեփանակերտը հիմնվեց այդ գյուղի հիմքի վրա, որոնք թուրքերը անվանափոխել էին, կոչել էին Խանքենդի։ Սակայն դրանից առաջ այդ վայրի հնագույն անվանումը, բնակավայրի հնագույն անվանումն է Վարարակն, վարար աղբյուր, Վարարակն, ինչը շատ առիթներ եղավ եւ դեռևս 88 թվականին, երբ որ առիթ ներկայանում էր Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ նաեւ զրուցելուց, այս հարցադրումը արվում էր, ինչի չենք մենք վերանվանում Ստեփանակերտը Վարարակն։ Ստեփանակերտը գիտեք, կոչվում է Ստեփան Շահումյանի անունով։ Պարզապես նորից նույն խնդիրն էր, քանի որ միջազգային շրջանառության մեջ կա Ստեփանակերտ տերմինը որպես Լեռնային Ղարաբաղի կենտրոն, վարչական կենտրոն, մայրաքաղաք, ապա փորձ չարեց փոխելու։ Չգիտեմ, հետագայում գուցե ի հիշատակ Ստեփան Շահումյանի կշարունակվի այդպես կոչել կամ պատմական արդարությունը վերականգնելու համար կվերանվանվի Վարար Ակն, բայց այնուամենայնիվ իմացեք, որ Ստեփանակերտի հին անվանումը հայկական, բնիկ անվանումը Վարարակն է։ Ուրեմն այստեղ երրորդ հարցը մեր հայրենակցի Ռուբեն Հովակիմյանի, ինչ պայմաններում Շուշին դադարեց Արցախի կենտրոն լինելուց, եթե չեմ սխալվում 20 թվականից ի վեր Ադրբեջանի կազմի մեջ է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի։ Ասեմ, որ ոչ, միշտ էլ Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ է եղել եւ այդ հարցի պատասխանը այսօր ես հիմա չեմ ուզում ասել, որովհետեւ մենք մի ֆիլմից հետաքրքիր հատված պետք է ունենանք Շուշի վերադարձ գերությունից, որտեղ ներկայացում է Շուշիի Բերդ քաղաքի ամբողջ պատմությունը, դրա վրա ուղղակի հիմա ժամանակ չկորցնենք, մի քանի րոպե համբերեք եւ կլսեք։ Մյուս նամակներին անդրադառնամ, ուրեմն այստեղ մենք ունենք Ժիրայր Գասպարյանի Հոլանդիայից նամակը, որտեղ հարցում է կատարում հայ թագավորական եւ ազնվականական ընտանիքների մասին, այսօր կան նրանց ժառանգորդները, թե չէ։ Անշուշտ այսօր կան ընտանիքներ, որոնք եւ ազգանունն են պահպանել եւ իրենք նույնիսկ մի քիչ էլ հավակնություններ ունեն այսօր
այսպես թագավորական կամ իշխանական տոհմի ժառանգորդ լինելու արծրուններից կամ պահլավուններից, խրշտուններ եւ այլն, եւ նույնիսկ ասեմ, որ Երևանում մի քանի տարի առաջ ստեղծվեց հայ ազնվականների միություն եւ այսպես շատ նման Ռուսաստանում ստեղծված նման մի միությանը փորձ արեցին հավաքել նույնիսկ այսպես փաստաթղթեր մի կարևոր բան կա ինձ համար, ասեմ, ես ազնվականության կորուստը մեր պատմության մեծագույն կորուստն եմ համարում, երևի առիթ արդեն ունեցել եմ այդ մասին ասելու, մեր մեծ դժբախտությունները սկսեցին 13-14-րդ դարերից, երբ որ մենք մեր ազնվականությունը վերջնականապես ջախջախվեց մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում։ Սակայն այսօր, երբ որ խոսում ենք ազնվականության մասին, ինձ համար գոնե դա ոչ թե ազգանունների խնդիր է, ոչ թե կապույտարյան հեքիաթի մասին խնդիր է, այլ ազնվականության խավի վերականգնման խնդիր է, այն խավի, որը պետք է կրի երկրի արժե համակարգերը։ Մենք նույնպես սրանց անդրադարձել դեռ կունենանք։ Ունենք ուրեմն իսլամացած հայերի խնդրի հետ կապված Արմեն Արմենյանի մի կարևոր դիտարկում, որ այնուամենայնիվ իսլամացած հայերի քրիստոնեացումը լուրջ խնդիրներ կարող է հարուցել, մանավանդ որ իսլամական օրենքի համաձայն խոսքը իսլամական երկրների մասին է։ Իսլամից հեռացողը մահվան է դատապարտվում։ Ինչ խոսք այս եւ այլ հարցեր կան իսլամացած հայերի հետ կապված, նրանց իրավական, քաղաքական եւ այլ խնդիրների, որոնց մենք առաջիկայում դեռևս անդրադառնալու ենք անպայման։ Ունենք այստեղ մի հարցադրում, ինչու են շեշտվում մեր մոտ 4 թագավորություններ՝ Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց եւ Ռուբինյան, Երվանդունյացը ինչի է անտեսվում։ Ասեմ, որ 4 թագավորությունների գաղափարը գալիս է Հայաստանի զինանշանից, երբ որ 18-20 թվականների ընթացքում Կոջայանը եւ Թամանյանը հանձնարարություն ստացան ստեղծել, այդ ժամանակ 4 թագավորություններ ասածը 19-րդ դարի վերջին 20-ի առաջի տասնամյակներին ավելի շատ ընկալվում էր հայոց ազգային պատմագրության համաձայն, որտեղ ներկայացվում է, ասենք խորենացուն ծանոթ ամեն մարդ գիտի, հայկազուններ, այնուհետև արշակունիներ, հայկազունների մեջ մտնում են եւ Երվանդունիները եւ Արտաշեսյանները, հայկազուններ, արշակունիներ, Բագրատունիներ եւ Ռուբինյաններ կամ Կիլիկիայի այդ ամբողջ ղեկավար նկատի ունենք Ռուբինյաններից հետո Հետումյաններ, Լուսինյաններ։ Էնպես որ այս 4-ն էր ընդունված, իսկ այսօր մեր պատմության մեջ, երբ որ այսօրվա գիտելիքներով նայում ենք, անշուշտ դինաստիաները շատ ավելի են եւ Երվանդունիները բնականաբար չեն անտեսվում։ Այստեղ հարցում կա Կիլիկիայի հայոց թագավորության այնտեղի հետագա ճակատագրի մասին, որին մենք անպայման Կիլիկիայի հայոց պատմությանը մի կարևոր հաղորդում պետք է նվիրենք։ Ես այսքանով սահմանափակվեմ, այնուամենայնիվ մենք էլի առաջիկայում նամակներին կշարունակենք անդրադառնալ այսօրվա թեմայից շատ չհեռանալու համար, որովհետև շատ կարևոր խնդիրներ դեռևս ունենք ներկայացնելու։ Ուրեմն մայիսի 9-ը այսօրվա հաղորդումը փաստորեն ինչ որ առումով տոնական լինելով, շատ մեծ առումով տոնական լինելով, ամենամեծ խորհուրդը, որ կարող է ունենալ մեզ համար, դա ազգային համախմբման եւ այդտեղից բխած հաղթանակների խորհուրդն է, որ մեզ պետք է թողնի, որովհետեւ 1945 թվականին այդ հաղթանակը որ տարանք, ամբողջ հայությունն էր նշում։ Մենք առիթ դեռ կունենանք անդրադառնալու, ընդ որում ամբողջ հայությունը անկախ նրանից թե որ կողմում էր գտնվել, որովհետև հայության մի հատվածը շատ իմաստուն կերպով ասեմ, որ նացիստական Գերմանիայի հետ համագործակցեց, այդտեղ Նժդեհներ, Դրոներ, Դաշնակցությունը համագործակցեց եւ նկատի ունեին այն կարևոր հանգամանքը, որ եթե Ստալինգրադը գրավեն գերմանացիները, ապա թուրքերը ըստ պայմանավորվածության իրենց դաշնակցային պայմանավորվածության Գերմանիայի հետ պետք է ներխուժեին Անդրկովկասի կողմից եւ Հայաստանը առաջին հարվածի տակ էր ընկնելու եւ 15 թվականը կշարունակվեր։ Դրա համար ստեղծվեց ազգային լեգիոն, որպեսզի կարողանան կանխել։ Սա հատուկ նյութ է, մենք սրան կանդրադառնանք, բայց անգամ մայիսի 9-ին բոլորը ցնծում էին, բոլորը ուրախանում էին, նաեւ նրանք, ովքեր որ նացիստական Գերմանիայի հետ էին համագործակցել, որովհետև չէին համագործակցել նացիստական Գերմանիային շատ սիրելուց, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Եվ այդ օրը հաղթականորեն մտան Բերլին նաև հայկական 89-րդ դիվիզիայի մարտիկները եւ բոլորիդ բավականին հայտնի են կադրերը, երբ որ հաղթանակած բանակը հայկական դիվիզիան Քոչարի էր ապարում գրավված Բերլինում։ Հատկանշական մի կապ կա, այսպես գուցե միստիկական, երկրորդ համաշխարհայինում մեր մասնակցած բավականին մեծ թվով զորահրամանատարներ ծագումով այն երկրամասից էին, որը հանիրավի կերպով
կտրվել էր իր մայր հայրենիքից, խոսքը Արցախի մասին է, եւ Արցախյան պատերազմում հայերը տվեցին մեծ թվով մարշալներ, գեներալներ, տաղանդավոր զորահրամանատարներ, որոնց մեջ զարմանալիորեն, բայց շատ մեծ թիվ էին կազմում մարշալները, արցախցի մարշալները եւ գեներալները։ Հիմա մի փոքրիկ հատված ես ուզում եմ առաջարկել դիտենք Արցախ ֆիլմից, որը 89 թվականին է նկարահանվել Հայք կինոստուդիայի կողմից։ Ֆիլմը սև-սպիտակ է, մի քիչ էլ լավ չի որակը, բայց հետաքրքիր է, որ ներկայացնում է հենց առաջին աշխարհամարտում հայերի ներդրման եւ հատկապես արցախահայության ներդրման մասին։ Խնդրեմ օպերատորին մի փոքր հատված դիտենք։ Սողունների պես խլրտացին ու կենթանացան նորից թաքուն ու բացահայտ տան թուրքիստները, երբ Հիտլերն սկսեց իր արյունարբու կարիերան։ Նրա չարագուշակ խոսքերը հիշեք. «Սպանեք, հիմա ով է հիշում հայերի կոտորածը»։ Սա նոր ցեղասպանությունների կոչ էր։ Մարդատյացություն, ահա թե ինչն էր ընդհանուր տան թուրքիստների եւ ֆաշիզմի միջեւ։ Մարդկության պատմության հայտնի այս ամենաահավոր պատերազմին Ղարաբաղցին մասնակցեց հերոսաբար։ Տասնյակ մեծ զորավարներ է տվել Ղարաբաղը հայրենիքին։ Սողակալ Իսակով, Խորհրդային միության մարշալ Բաղրամյան, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյան, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան, ավիացիայի գլխավոր մարշալ Խուդյակով Խամփերյանց եւ տասնյակ անվանի գեներալներ։ 1945 թվականին Խորհրդային միությունն ու դաշնակից պետություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Անգլիան ծնկի բերին ֆաշիստական Գերմանիային։ Այդ պատերազմին մասնակցում էին ավելի քան կես միլիոն հայեր, ազգի գրեթե 1/3։ Պատերազմը ավարտվեց։ Եվ տեղի ունեցավ մի երևույթ, որն իր նախադեպը չունի պատմության մեջ։ Ներգաղթ։ Հայոց քարավանները աշխարհի բոլոր ծայրերից ձգվեցին դեպի հայրենիք։ Նրանց թվում քիչ չէին նաև արցախցիներն ու նախիջևանցիները։ Անհնար է բառերով նկարագրել այս ամենը։ Միանգամից կտրուկ անցում անենք մեր ժամանակներին, այսինքն 90-ական թվականներին Շուշիի ազատագրմանը, որը մեր մեծ հաղթանակն էր, վերջի ազատամարտի երևի ամենախորհրդանշական, բացարձակապես չեմ ուզում թերագնահատել մյուս հաղթանակները, սակայն մինչև Շուշիի ազատագրումը ես առաջարկում եմ դիտենք մի բավականին մեծ հատված շատ լավ նկարահանված մի ֆիլմից, Շուշի վերադարձ գերությունից, որի հեղինակը Բորիս Հովսեփյանն է եւ ֆիլմում ներկայացվում է Զորի Բալայանի մեկնաբանությունը, սա նույնպես Հայք կինոստուդիայի նկարահանած ֆիլմն է եւ շնորհակալությամբ նշեմ, որ մեզ տրամադրեցին այս ֆիլմը ցուցադրելու իրավունքով, բավականին հետաքրքիր է, ներկայացվում է Շուշիի պատմությունը, հասցվում է մինչև Շուշիի ազատագրումը։ Խնդրեմ դիտենք այս հատվածը։ Լեռնային Ղարաբաղ, Արցախ աշխարհ, դրախտային գեզերք։ Արցախցին դարերով իր երկրում ապրել է այնպես, որ կարողացել է անարատ կուսական վիճակում պահել իր բնությունը։ Քաղաքակիրթ հորջորջվող երկրներից արդյոք քանիսը կարող են ցույց տալ բնության հետ այսպես ներդաշնակ գոյատևելու օրինակ։ Արցախցին այդ բնության մեջ նաև քաղաք կառուցեց, կոչելով այն Շուշի։ Եվ Անդրկովկասում իր ժամանակին 3 ամենախոշոր մշակութային եւ տնտեսական կենտրոններից հանդիսացող այս քաղաք-ամրոցը, որ նրան պաշտպանում էր շարունակ աչքը ավետելուն գցած թշնամի եւ վայրակ շրջապատից,
նույնպես չխախտեց բնության համամասնությունը։ Քաղաքը վերխոյացավ իբրև բնության կամքով արարված մի կերտվածք։ Երեք կողմից բնական զառիթափերով պաշտպանված բարձունքի վրա հայազգի հայրուրապետ Ավինը 1724 թվականին հիմնադրեց այն ժամանակվա ռազմական տեսակետից անառիկ և անմատչելի Բերդաքաղաքի հիմքերը։ Չորրորդ կողմից քաղաքի պաշտպանությունն ապահովվեց 6-7 մետր բարձրություն ունեցող կլորավուն աշտարակներով ամրացված պարսպով 2,5 կիլոմետր երկարությամբ։ Հակոբ Շուշեցի և Միրզա Ջամալ Ջիվանշիր պատմիչների վկայությամբ նորակառույց Բերդաքաղաքում բնակություն հաստատեցին Արցախի, Սյունիքի, Նախիջևանի հայ շինականներ, մասամբ էլ Մուղանի դաշտի, մերձկասպյան թաթարներ կոչվող ցեղերի ներկայացուցիչներ։ Այս լուսանկարում 1905 թվականի Շուշին է։ Քաղաքի շինարարության զարգացման համար վճռական փուլ հանդիսացավ 1805 թվականը, երբ Արցախի հայությունը կամովին ընդունեց ռուսական կայսրության հպատակությունը։ 1847 թվականին Շուշին պաշտոնապես ճանաչվեց որպես քաղաք և սկսեց բուռն կերպով աճել։ Բոլոր քաղաքացիական հասարակական շինությունները և եկեղեցիները կառուցվեցին հայ ճարտարապետության ավանդներով։ Մի խոսքով, հայկական Շուշին, ինչպես գրել է Մարետա Շահինյանը, դարձավ որպես եվրոպական մի հավելված ասիական միջավայրում։ 1913 թվականին գրավաճառ Ռուբեն Ասարյանը հրատարակեց իր արած լուսանկարները, որոնք միակ հավաստի վկաներն են այն ժամանակվա Շուշի քաղաքի։ Մինչև 1920 թվականը Շուշիում լույս էր ընծայվում 22 անուն լրագիր և պարբերական, որից 20-ը հայերեն, 2-ը ռուսերեն։ Հայերեն առաջին գիրքը Շուշիում տպագրվել է 1828 թվականին։ Ժամանակին շուշեցիները շատ էին հպարտանում իրենց քաղաքային զբոսայգով։ Քաղաքում կառուցված 5 եկեղեցիներից այսօր լիովին կանգուն են մնացել միայն 2-ը։ Մեղրոց եկեղեցու հետքն անգամ հնարավոր չեղավ գտնել, Ագուլոնց եկեղեցուց այս լուսանկարն է միայն պահպանվել։ Կանաչ ժամին բախտ է վիճակվել կանգուն մնալ, քանի որ որպես պատրաստի շինություն ադրբեջանցիները մինչև վերջերս այն օգտագործում էին որպես հանքային ջրերի տաղավար։ Շուշվա հպարտությունն է հանդիսանում Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որ համարվում է տեղանքի հետ լիակատար ներդաշնակություն կազմող կերտվածք։ Եկեղեցու կառուցումն սկսվել է 1868 թվականին ամենայն Ռուսիո միապետ Ալեքսանդր II և հայոց պատրիարք Գևորգի օրոք։ Ավարտվել է 1897 թվականի սեպտեմբերի 20-ին նորին մեծություն բարեգութ միապետ Ալեքսանդր III-ի որդու թագադրման և մարգարե առաջին հայոց կաթողիկոսի օրոք։ Ահա և մեր ասացի քարագիր վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վերին մասում։
Շուշիում ապրող թաթարական ցեղերի համայնքը ևս ուներ իր մշակույթը քաղաքում։ Նկարահանումների ընթացքում պատահաբար մեր ձեռքն ընկավ Ադրբեջանի պատմության դասագիրքը։ Այնտեղ իրենց իսկ ձեռքով գրի է առնված իրենց ժողովրդի ծագումը, որպես անդրկասպյան անապատներից Անդրկովկաս ներխուժած վայրի քոչվող ցեղերի ժառանգներ։ Մինչդեռ այսօր ամբողջ աշխարհով սփռվող իրենց քաղաքական լուրերում ադրբեջանցիները անտեսելով իրենց ձեռքով գրված սեփական պատմությունը, անամոթաբար ճգնում են ներկայանալ որպես բնիկներ, որպես Արցախում ևս հազարամյա մշակույթ ստեղծած ազգ։ Եվ բնական է, որ պետք է ողբերգական լիներ նման դրացիներով շրջապատված Արցախի եւ նրա մայրաքաղաք Շուշվա պատմությունը։ Երբ էլ որ հայը ըմբոստացել է բռնակալների դեմ կամ բարձրացրել է իր անկախության պահանջը, երկրամասը զավթած տիրակալները հայերի ընդվզումները կանխելու համար նրանց դեմ են հրահրել տեղացի այլակրոններին, օգտագործելով տարբեր էթնոխմբերի մշակութային զարգացման մակարդակների տարբերությունը։ Մահն է մշտապես սավառնել այս աշխարհի եւ քաղաքի վրա։ Որպես պատասխան արևմտահայության ինքնավարության պահանջին, ժամանակին Թուրքիան հրահրեց ազգամիջյան կռիվներ ազերիների եւ հայերի միջև։ Նպատակը մեկն էր՝ ամենուրեք երկրի երեսից բնաջնջել հայերին։ Կազմակերպվեց նաեւ 1905 թվականի Շուշվա հայության կոտորածը, որի մասին վկայող մի հատված ենք ուզում մեջ բերել 1907 թվականին Պետերբուրգում հրատարակվող պարբերականի էջերից, ուր գրի է առնվել կոտորածից մազապուրց շուշեցի հայուհու պատմածը։ Ախ այդ գիշերը, լացու աղաղակ, անեծք ու հրացանների որոտ, այժվող տների փլվող պատերի դղրդյուն։ Ախ այդ գիշերը, լուսինը չկար, եւ աստղերը կարծես ամաչելով թաքնվել էին, երբեմն գաղտագողի դիտում էին մարդկային արյան, կրակի կրկեսը։ Գուցե նույն րոպեին նրանք մտածում էին, թե ինչու մեկն աշխատում է շենացնել, գեղեցկացնել, դրախտ դարձնել երկիրը, ձգտում է սիրո, ճշմարտության, բարության, իսկ մյուսը ավերելու, թալանելու, այլանդակելու, ոտնակոխ անելու այն ամենը, ինչ որ ստեղծված է դարերի ընթացքում անխոնջ, անձնազոհ աշխատանքով։ 20-րդ դարի առաջին քառորդում Շուշին 3 անգամ ավերվեց թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքով, իսկ տեղի հայությունը կոտորվեց։ Առավել դաժան էր 1920 թվականի կոտորածը։ 100 տարվա ընթացքում կառուցված քաղաքը գետնին հավասարվեց 3 օրում։ Եթե 1914 թվականին Շուշվա հայությունը կազմում էր 22,000 մարդ, ապա 1921 թվականի տվյալներով քաղաքում մնացել էր ընդամենը 289 հայ։ Այդ ավերակները մնացին մինչև 1960-ական թվականները։ Ադրբեջանցիները Շուշին վերակառուցել սկսեցին միայն 60-ական թվականներից, աշխատելով ամենուրեք քողարկել եւ ծածկել հայ մշակույթի հուշարձանները։ Հայ բարպետների կերտած այս աղբյուր հուշարձանը ևս վերակառուցվեց այնպես, որ այն ստանա մուսուլմանական շինության տեսք։ Շուշվա բերդի այս մուտքը ևս վերակառուցման պատրվակի տակ վերաոչավորվեց մուսուլմանական ձևով։ Պղծվեց հայկական հին գերեզմանոցը, քանզի ադրբեջանցիների խոստովանությամբ մեռածները խանգարում են ողջերին, եւ հայերի աճյունների վրա կառուցվեց այս ճանապարհը։ 88 թվականի խժդժությունների օրերին ադրբեջանցիների ձեռքով քանդվեց Անդրկովկասի միակ կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը իր ծննդավայրում։ Ղարաբաղի լեռնային մասում ստեղծվեց հայկական ինքնավար մարզ։ Մարզի համար որպես կենտրոն եւ մայրաքաղաք հատկացվեց Խանքենդի անունով մի անշուք գյուղակ, որը վերանվանվեց Ստեփանակերտ։ Աշխարհագրական դիրքով գտնվելով Շուշիից ցածր ընկած աննպաստ վայրում, այդ մայրաքաղաքը ամեն կողմից շրջապատված էր ադրբեջանական բնակավայրերով, որը հայերը տասնամյակների ընթացքում կարողացան դարձնել բարետես մայրաքաղաք։
Սակայն այդ մայրաքաղաքը ադրբեջանցիների հերահար ծրագրով կառուցվել էր պաշտպանության առումով անբարենպաստ տեղում։ Եթե այդ ազատասեր հայերը նորից փորձեն ծպտուն հանել ինքնավարության եւ անկախության մասին, նրանց գլխին հնարավոր կլինի միանգամից կրակ տեղալ ադրբեջանաբնակ Շուշիից, Քյոսալարից, Ջանհասանից, Մայլիբեյլիից, Խոջալույից, որոնք Դամոկլյան սրի պես ամեն կողմից կախված են հայության գլխին։ 1988 թվականին հետևող դեպքերը ապացուցեցին այդ ստրատեգիական ծրագրի վաղեմությունը։ Սակայն պատմական եւ աշխարհագրական ինչ վիճակի մեջ էլ որ դրված լիներ հայը, դարերով տևած մակարում էր ժառանգել եւ ազատությունն ու անկախությունը կյանքից թանկ էր նրա համար։ Հավատալով Գորբաչովյան վերակառուցման ծրագրերին, հայերը կրկին բարձրացրեցին իրենց անկախության հարցը եւ ցանկանում էին այն լուծել քաղաքակիրթ եղանակով։ Թող ներողամիտ լինի հայ կինոդիտողը, որ մենք այսպես մանրամասնորեն հիշեցնում ենք նրանց անոթ իրադարձություններ։ Արցախահայերի պահանջի լուծմանը այս կամ այն կերպ միջամտելու միտումով եւ ցանկությամբ այս պայքարի երկար ու տառապալի քարամյակի ընթացքում գալիս էին տարբեր ազգության, դավանանքի եւ հասարակական դիրքի մարդիկ, ճշմարիտ բարեկամներ, քողարկված ու անցքող չարակամներ։ Եկավ եւ մի Պոլանիչկո Աֆղանստանի, իսկ հետագայում նաեւ Արցախի դահիճը։ Все вы прекрасно знаете о том, что 70 лет народы жили мирно. Но беда пришла на нашу землю. Удивительно, но оказались перед фактом, что мы можем потерять будущее. Я оказался случайно свидетелем и сумгаитских событий. Во многих домах и семьях Сумгаите где-то произошли погромы. Видел все своими глазами, плакал, чем мог, помогал, знают это армяне. Видел я беду и другую, видел точнее через несколько дней, с 13 по 16 января, последние погромы армян в Баку. Я это тоже слышал и знаю, и осуждаю. Я знаю прекрасно сегодня, как азербайджанский народ, лучшие его сыны плачут по тому времени, когда они вместе жили с вами, делили кровь. Это правильно. Хлеб и соль. Я повторюсь. Ну, пролили кровь, где-то была пролита кровь. Но лучшие люди Азербайджана, я знаю. Ну, вы слушайте меня, пожалуйста, я выскажу до конца, потому что мы с вами вместе были. И жили как добро, как по-мирному. Но кто затеял нам, вот создал нам такую обстановку? Ով էլ որ եկավ, ինչ էլ որ խոստացավ, բոլոր դեպքերում դրան հետևեց ադրբեջանցիների գազանությունների սաստկացումն Արցախում։ Ամեն կողմից շրջապատված Արցախը գնդակոծվում էր, այրվում, ավերվում, նորից սպանդ, նորից բռնագաղթ, սով, ծարավ, անապաստանություն։ Ստեփանակերտ մտնելիս ակամա հիշեցինք երկրորդ համաշխարհայինի ժամանակվա Վարշավան ու Լենինգրադը։
Քաղաքակիրթ եղանակներով իրենց արդարացի պահանջի լուծման հույսը կորցնելուց հետո Արցախցին վճռեց ուժն է ծնում իրավունք։ Եվ հայ ազատամարտիկների հարվածներով ոչնչացվեցին Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալույի ադրբեջանական կրակակետերը։ Մնում էր ամենից վտանգավորը՝ Շուշին։ Այժմ մենք գնում ենք դեպի Ասկերան։ Ճանապարհն անցնում է Խոջալույի միջով։ Սա էլ է հետևանք ադրբեջանցիների հեռահար ստրատեգիական ծրագրի։ Այնպես էր արված, որ հայաբնակ քաղաքներն ու գյուղերը իրար կապող ճանապարհն անպայման փակվեր ադրբեջանական բնակավայրով։ Իմիջայլոց Խոջալույի մասին։ Ի հակադրություն ադրբեջանցիների վայնասունի, ինչպես տեսնում եք, Խոջալուն կանգուն է հայ ազատամարտիկների կողմից գրավվելուց հետո։ Ինչ վերաբերում է այն վայնասունին, թե իբրև հայերը ազերիների սպանդ են կազմակերպել Խոջալույի մեջ, դրա մեկնաբանությունը թողնում ենք տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի պրեզիդենտ Մոթալիբովին Նեզավիսիմայե գազետա լրագրին տված իր հարցազրույցում։ Ինչպես ասում են փրկված խոջալվեցիք, այդ ամենը կազմակերպված էր նրա համար, որ առիթ լիներ իմ հրաժարականը պահանջելը, ինչ որ մի ուժ էր գործի անցել պրեզիդենտին հեղինակազրկելու նպատակով։ Ես չեմ կարծում, թե հայերը կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիների ձեռքն ընկնեն հակառակորդին այդ օրինակ ֆաշիզմի մեջ մեղադրելու փաստեր։ Դառնանք Շուշվա վրա կատարվելիք գրոհի նախապատրաստությանը։ Այդ ծրագրի իրականացման ղեկավարությունը դրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, այն ժամանակվա դերևս գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած շտաբի վրա։ Противник в Шуше сосредоточил большое количество бронетехники и артиллерии и установок «Град». Они ежедневно над городом давали несколько десятков залпов из артиллерии и 2-3 «Града». Мы потеряли более 30% жилого фонда, около 40% всех других школ, больниц, заводов, фабрик. И это будет продолжаться долго. И мы не могли бы допустить, чтобы противник безнаказанно бомбил Степанакерт из города Шуши, который с стратегического отношения он был очень важен для нас. И мы приняли единственное решение о подавлении огневых точек в городе Шуше. Для этой цели силы самообороны составили план. Этот план составлялся в этом кабинете, составлялся на Горном Карабахе. Ասկերան։ Մեր ժամանման օրը Ադրբեջանի Աղդամի շրջանին հարող այս հայկական քաղաքավանում հարաբերական անդոր էր։ Ասկերանցիները զբաղված էին իրենց գարնանային հոգսերով։ Այն իրադրություն էր Ասկերանի ամրոցում, որտեղ շրջանի ինքնապաշտպանության շտաբի ջանքերով նախապատրաստվում էին պաշտպանական կռվի։ Բացի սահմանային գոտի լինելուց, Ասկերանը նաև պատանդներ փոխանակելու կետ էր։ Այս երիտասարդները միայն իրենց հայտնի ցավով ու լարվածությամբ սպասում են որևէ լուրի ադրբեջանցիների կողմից գերության մեջ պահվող իրենց ծնողներից։
Իսկ սրանք ադրբեջանցի պատանդներ են, նույնպես սպասում են, թե ինչպես է վճռվելու իրենց բախտը։ Այս մանչուկը ևս ադրբեջանցի է ու պատանդ։ Մենք զրուցեցինք Արցախի ազատամարտիկներից մի քանիսի հետ։ Ցավոք, տվյալ իրավիճակում անհնարին եղավ ապահովել խոսքի լսելիությունը։ Դե պատերազմ է։ Ինչպես եք երան։ Մեքսիկան, Մեքսիկայից որտեղ եք եկել։ Երևանից, Սամյանի շրջանից, Հաղթամակ գյուղ։ Իսկ ինչ մասնագիտ։ Իսկ աշխատել եմ ֆիզիկայի ինստիտուտում ավագ հաշվապահ։ Կապինուսին ինստրուկցիոն, հա։ Որը չի համընկնում այստեղի մասնագիտությանը։ Ես որպես սանիտարկամ, Սալիվայա։ Նախադրել ենք այսպես որպես այդ գծով ու այդ առումով կամ ասենք Հարաբաղ, ոչ մի կերպ չէին ընդունում, որտեղ հնարավոր չէր ասում։ Իսկ ես նախընտրեցի գոնե սանիտարկան, որպեսզի կարողանամ հասնել լեզվաների մոտ, որ Սուդանով օգնելու համար։ Իսկ հիմա դուք ոնցին եք սպասում, ինչ եք արել։ Հիմա Շուշիի գրավումը։ Բոլորիս նպատակը միայն դա է։ Եվ բոլորիս նպատակն է, որ առանց զոհերի գոնե։ Այդ առանց զոհերի հնարավոր է լինի։ Իսկ հիմա անալիզ կսպասում։ Հա։ Հավատացիք, որ ոչ։ Բարով եք եկել առաջինը, ձեր ոտը մեր հողում խերով ելնի, Ալեքսան, ասինքն Սաշա, Հայրապետյան, աշխատում եմ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում որպես դերասան, բացարձեն 4 տարին կարոտել եմ իմ մայ հայկական բեմին, ուզենք եմ առել իմ հայրենիքը պաշտպանելու համար։ Իսկ դուք կամավոր եք եկել։ Իհարկե, ինձ ով պիտի, քանի որ եթե ամեն մի հայ այս վարկյանին մտնի եւ ինքը ինքնասիրություն չունենա մենակ իր կաշին փրկելու համար, ես 1,000,000% համոզված եմ, որ երկրորդ եղերնը կկրկնվի նաեւ Արցախում։ Եթե սաղ զենք վեկանենք մեր հայրենիքը, մեր երեխեքը պաշտպանենք։ Մեծ գրողը նախատեսված էր մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը, բայց նախատեսված գիշերը ձյուն եկավ եւ գրողը հետաձգվեց։ Այն սկսվեց մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30 Մայիսի 8-ին արևը ծագեց այրվող Շուշիի վրա։ Ակնագուր խավարի մեջ ընթացող գրոհի ժամանակ հայ մարտիկները չէին կարող տեսնել, թե ինչ հետևանքներ են թողնում իրենց գնդակությունները։ Եվ երբ լուսաբացին, նրանք տեսան Շուշվա այսպիսի պատկերը, երևի թե ափսոսացին։ Սա ցավալի էր ամեն մի հայի համար, բայց այլ ելք չկար։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտեցիք Շուշի վերադարձ գերությունից ֆիլմից մի մեծ հատված։ Ես ասեմ, նախընտրում եմ, եթե հարցի մասին լինում է գիտահանրամատչելի ֆիլմ, իհարկե ներկայացնել գիտահանրամատչելի ֆիլմով։ Ինչի համար, որովհետև
Այս ամբողջը կարող է ես ինքս ասել խոսքով, բայց բնականաբար իմ խոսքը միայն դատարկ չէր թողնելու այն տպավորությունը, ինչ որ դուք ունեցաք, եւ ամբողջ տեսարանները, ինչ որ ասում էր, եւ նաեւ ուղեկցող երաժշտությունը։ Հիմա ես ուզում եմ առաջարկել ձեզ դիտել մեկ տեսանյութ եւս։ Ի տարբերություն նախորդ երկուսի, սա չի լինելու ֆիլմից հատված։ Այն օրերին Արցախում գործում էր, բնականաբար հիմա էլ գործում է հեռուստատեսություն եւ Արցախի հեռուստատեսությունը ուներ լրատվական հատուկ ծրագիր, որը Արցախի բարբառով, խոսվածքով կոչվում էր ՀՏՏ։ Դուք կտեսնեք լոգոն հաղորդման, ՀՏՏ, որը գրական հայերենի եթե թարգմանենք, կհնչի հենց այդպես։ Ես հիմա ուզում եմ խնդրել մեր օպերատորը ցուցադրի, մենք բոլորով դիտենք ռեպորտաժը մայիսի 8-9-ի գրոհի եւ Շուշիի ազատագրման, որը ամբողջությամբ բնականաբար վավերական դոկումենտալ կադրերով է հագեցած։ Խնդրեմ դիտենք։ Ի կատարում են թշնամու կրակակետերը վնասազերծելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստի որոշման մայիսի 8-ին նշանակված էր Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի հակահարձակումը։ Այդ օրվա մենք երկար ենք սպասել, այնքան երկար, որ հնարավոր չէ չափել ժամանակով։ Այդ օրը հայ ազատամարտիկները ոչ միայն ազատագրեցին Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշին, այլև ոչնչացրին այն կրակակետերը, որտեղից անդադար հրթիռակոծվում եւ ռմբակոծվում էին Ստեփանակերտն ու մյուս հայկական բնակավայրերը։ Իսկ մինչ այդ դեռ ամեն ինչ անորոշ էր, թե երկրապահները եւ թե հրամանատարական կազմը հավատում էին իրենց հասցեին։ Օպերացիայի նախօրյակին ազատամարտիկների դիրքերն այցելեց Պարքև Սրբազանը եւ իր խոսքով ոտեպնդեց տղաներին։ Իսկ հակահարձակումը սկսվելուց մի քանի ժամ առաջ նա եղավ շտաբում։ Ողջությամբ ձեզ տանի դեպի հաղթանակ։ Հաղթանակը մերն է։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին եւ տեղական ժամանակով ժամը 2:30 րոպեին սկսվեց հակահարձակումը։ Ըստ երևույթին հակառակորդը սպասում էր դրան եւ համառորեն սկսեց դիմադրել։ 5:50 րոպեին մարտերն արդեն ընթանում են Շուշիի մատույցներում։ Մեր կապայիններին հաջողվեց իմանալ, որ Շուշիի պաշտպանները պատրաստվում են հանձնել քաղաքը, եթե Բաքվից օգնության չհասնի ռազմական ավիացիան։ Հայ ազատամարտիկները դանդաղ, բայց հաստատակայլ շարժվում էին առաջ։ Նրանց հաջողվեց ոչնչացնել թշնամու տանկերից մեկը, որը մեծ ոգևորություն առաջացրեց։ Հակառակորդն իր հերթին ոչնչացրեց մեր տանկերից մեկը։ Այդ միջոցին օդում հայտնվեցին թշնամու ուղղաթիռները, որոնք սկսեցին ռմբակոծել մեր դիրքերը։ Սակայն դա չէր կարող կոտրել տղաների մարտական ոգին, որը նրանց մղում էր առաջ։ Մյուս գծերից ստացվող տեղեկությունները նույնպես հուսադրող էին։ Ջանհասանի կրակակետը արդեն գրավված էր, գրադ կայանքը նույնպես։ Մնում էր վերցնել Քյոսալարի բարձունքը, որը ամենադժվարն էր։ Այստեղ թշնամու մեծ ուժեր էին կուտակված, եւ մերոնք ստիպված էին ժամանակավորապես հետ նահանջել, որպեսզի հետո գրավեն այն։ Գիշերը Շուշիու մարտերը շարունակվում էին։ Դրանք արդեն ընթանում էին քաղաքի փողոցներում։ Հակառակորդը նահանջելով փախուստի էր դիմում։ Լուսադեմին հայ ազատամարտիկները վերջնականապես ազատագրեցին Շուշին եւ հաղթական եռագույն դրոշը ծածանվեց Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցու վրա։ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին, ամենամեծը հայկական բոլոր եկեղեցիներից։ Թշնամին պղծել էր այն, վերածելով զինապահեստի։ Ազերիները այստեղ էին պահում գրադ կայանքի արկերը, որոնք հետո ուղղվում էին հայկական բնակավայրերի վրա, սփռելով մահ ու ավերածություններ։ Երկար ու ձիգ տարիների ընդմիջումից հետո այստեղ հոգևոր արարողություն է, այն էլ ինչ առիթով։ Եղից
Առիթից չօգտվելը եւ Պարքև Սրբազանից խոսք չխնդրելը պարզապես հակատրամաբանական կլիներ։ Փառք Աստծո, որ իր զորությամբ եւ օգնությամբ մեր տղաները կարողացան մարել այս կտրակակետը եւ վերադարձնել մեզ մեր հայոց հնարավոր այդ մշակութային օջախը, կրոնական օջախը, որի առջև մենք կանգնած ամենափրկիչ եկեղեցու մուտքի մոտ հազար փառք Աստծո, որը բերեց պատիժ մեր ազգին, մեր կրվող տղաներին եւ ազատություն մեր Ստեփանակերտ մայրաքաղաքին։ Մեզ կմնա փառք տալ Աստծուն եւ արագ կերպով նորոգել մեր այս գեղեցկագույն ամենափրկիչ տաճարը, որպեսզի այն իր շքեղությամբ կարողանա ծառայել եւ Աստծուն եւ մեր ազգին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գյորգի Պետրոսյանը հպարտությամբ բարձրացել էր եկեղեցու կտուրը, որտեղից Ստեփանակերտը երևում է ինչպես բռանդ մեջ։ Իսկ երբ ցած իջավ, իսկ այդ ուրախությանը նախորդել են ահեղ մարտերը։ Այդ ուրախությունը ձեռք է բերվել այս եւ մյուս կռվող տղերքի անօրինակ սխրագործության գնով։ Անշուշտ մեզ հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է հեռուստաաշտարակը, եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի մի խումբ падգամավորների հետ մեկնեցինք այնտեղ։ Բարեբախտաբար ազերիները փախուստից առաջ չէին հասցրել մեծ վնասներ հասցնել սարքավորումներին։ Երբ մենք Շուշիից վերադառնում էինք Ստեփանակերտ, հայկական գերեզմանոցի մոտակայքում ընկակ Su-27 ռմբակոծիչի կրակի տակ։ Մեր պապերի գերեզմանակարերը որպես թաքստոց ծառայեցին եւ նրանց ոգին պաշտպանեց մեզ։ Մենք թարմ ծաղիկներ դրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արտուր Մկրտչյանի շիրիմին։ Խորհրդանշական է, որ այդ ծաղիկները մենք քաղել էինք Շուշիի հեռուստաաշտարակի տարածքից։ Այո, մայիսի 9-ին Արցախում իսկական տոն էր։ Մարդիկ վերջապես թեթևացած շունչ քաշեցին։ Բոլորը շնորհավորում էին միմյանց, իրենց ունեցած չունեցածով սեղաններ բացում, խմում հաղթանակի կենացը եւ իհարկե ոտնկայս հիշում նրանց, ովքեր ավաղ ընկել են մարտի դաշտում։
Փառք ու պատիվ տղաներին, բոլոր նրանց, ովքեր ցավոք չտեսան այս երանելի օրը, բայց իրենց արյան գնով արագացրին նրա գալը։ Այնուամենայնիվ Արցախում ցնծություն է, եւ երևի պատահական չէ, որ հենց այդ օրը, մայիսի 9-ին, գահընկեց արվեց Լենինը, որի թողտվությամբ ու համաձայնությամբ ժամանակին Ղարաբաղը կամայականորեն բռնակցվեց Ադրբեջանին, այսքան չարիք բերելով Արցախի ժողովրդին։ Մեր գոյության պայքարը դեռ չի ավարտվել, այն դեռ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնում է թշնամին։ Ուրեմն աչալուրջ եւ մշտարթուն լինենք թշնամուն դիմադրելու համար։ Իսկ այսօր կարող ենք ուրախանալ, այդ իրավունքը մենք վաստակել ենք։ Այսպես սիրելի հայրենակիցներ, բնականաբար մենք մեր ամբողջ խմբագրակազմով միանում ենք այս շնորհավորանքներին, մեր ժողովրդին շնորհավորելով մեր վերջին ազատամարտի մեծ հաղթանակի կապակցությամբ Շուշիի ազատագրման եւ բնականաբար մեր խոնարհումը բերելով այդ պայքարում եւ ամբողջ ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Նշենք, որ իհարկե սա սկիզբ դարձավ Արցախի այսօրվա իրականության ազատագրված տարածքների հաղթարշավը ըստ էության ճիշտ է, սկսել էր 91 թվականի ամռանից արդեն, սակայն դրանից հետո տեղի ունեցավ կարևոր մի բան։ Մայիսի 9-ից 9 օր անց, մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը, Բերձորը հայկական եւ ցամաքային կապ ստեղծվեց, Արցախը կապվեց մայր հայրենիքի հետ։ Որպեսզի անարդար չլինի, մենք որոշեցինք, որ հաջորդ հաղորդումը կնվիրենք Արցախյան ազատամարտին, ամբողջ պատերազմի պատմությանը 90-94 թվականներին, իմ հյուրը կլինի ռազմագետ պատմաբան Սուրեն Մարտիկյանը, իսկ այսօրվա խորհրդի հետ կապված ես ուզում եմ անպայման բոլորիս համար կանգ առնենք եւ մտածենք մի կարևոր խնդրի շուրջ, որովհետեւ մեր վերջին պայքարի ընթացքում մենք այսօր ապրում ենք ամենատխուր օրերը, վերջին մի քանի ամսվա ընթացքում, տեսեք, ընտրություններ, ընդդիմություն, իշխանություն, այս հակամարտությունը, երբ որ մենք հայերս միասնական էինք, մենք տարանք բացառիկ հաղթանակներ։ Շուշիի գործողությունը, որը տաղանդավոր զինվորական գործիչ Արկադի Տեր-Թադևոսյանի կոմանդոսի գլխավորությամբ իրականացվեց, այդ օրերին, երբ որ նայում ենք ղեկավար կազմը Հայաստանի եւ Արցախի, Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյան, մյուս տեխնացուն նախագահական ընտրությունների վերջին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի ղեկավարը Ռոբերտ Քոչարյան, Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյան, բոլորը միասնական էին եւ մենք բոլորով տարանք փառահեղ հաղթանակ։ Միասնականությունը մեզ ամենից ավելի է կարեւոր։ Այսօրվա խորհուրդը մենք նշենք այսպես. Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։